As far as hacking, I think it was Russia. Ինչ վերաբերվում է կիբերհարձակմանը, կարծում եմ, որ այն կազմակերպվել է Ռուսաստանի կողմից, սակայն կարծում եմ նաև, որ մենք հարձակման ենք ենթարկվել այլ երկրների ու անձանց կողմից։ Հայտարարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 11-ին անցկացված հետընտրական իր առաջին մամուլո ասուլիսի ժամանակ։ Նորընտիր նախագահի կարծիքով դեմոկրատական կուսակցությունը ունի իր մեղքի բաժինը, քանի որ չի ապահովել համապատասխան պաշտպանողական համակարգ կիբերհարձակմանը դիմադրելու համար։ Անդրադառնալով Ռուսաստանի եւ մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապագա հարաբերությունների ձևավորմանը, հատկապես հաշվի առնելով կիբերհարձակմանը ռուսական կառույցների ներգրավվածության մեղադրանքը, Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ իրենք կարող են համագործակցել Դաեշի դեմ պայքարում։ Նա նաև վստահեցրեց, որ իր նախագահության օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավեն։ Եթե Պուտինը հավանում է Թրամփին, ես դա համարում եմ առավելություն, այլ ոչ թե խոչընդոտ, քանի որ մենք ունենք չափազանցված հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը կարող է օգնել Դաեշի դեմ պայքարում, որն ի դեպ թիվ 1 խնդիրն է։ Իմ նախագահության ընթացքում Ռուսաստանը ավելի շատ կհարգի մեր երկիրը, քան այլ ղեկավարների ղեկավարման օրոք։ Դուք կտեսնեք դա։ Նորընտիր նախագահը ամբողջապես հերքեց իր թիմի եւ ռուսական հատուկ ծառայությունների միջև կապերի մասին վերջերս հրապարակված տեղեկությունը, խայտարակություն անվանելով դրա արտահոսքը մամուլ։ Կարծում եմ խայտարակություն է, որ հատուկ ծառայությունները թույլ են տվել, որպեսզի կեղծ տեղեկատվություն հրապարակվի։ Մամուլո ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ շահերի բախմանը եւ Trump Organization ընկերության հետագա ճակատագրին։ Թրամփի փաստաբան Շերի Դիլոնը տեղեկացրեց, որ ընկերության վերահսկողությունը անցնելու է նորընտիր նախագահի երկու որդիներին, բացառելով նախագահ Թրամփի որևէ ազդեցությունն ընկերության հետագա գործունեության վրա։ Նորընտիր նախագահ Թրամփը ցանկանում է հավաստիացնել ամերիկյան հանրությանը, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու իր շահ ժողովրդի, այլ ոչ թե իր մասնավոր շահի։ Պատասխանելով ձևավորվող վարչակազմում ընդգրկված պաշտոնյաների հնարավոր շահերի բախման հետ կապված հարցին, Դոնալդ Թրամփը նշել է. Մեզ պետք են խելացի մարդիկ, մեզ պետք են հաջողակ մարդիկ, ովքեր հաջողակ են, քանի որ խելացի են։ Ես շատ հպարտ եմ այս վարչակազմով, կարծում եմ նրանք շատ լավ են աշխատում։ Տնտեսական հետագա ծրագրերի մասին խոսելով նորընտիր նախագահն ընդգծել է նոր աշխատատեղերի ստեղծման առաջնահերթությունը։ Մենք պատրաստվում ենք ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես ասել եմ, ես կդառնամ երբևէ ամենաշատ աշխատատեղեր ստեղծողը։ Ես պատրաստվում եմ շատ աշխատել այս ուղղությամբ։ Արամ Ավետիսյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։